զարմանք եմ ապրում, օրինակ, սրբազանների պահով գիտեմ, որ իհարկե ճնշումներ են եղել։ Ես ուզում եմ հիմա օրինակ Նավասար Կճոյանին, որ այդքան հարձակումներ են անում, մի բան ասեմ։ Նավասար Կճոյանը հրապարակում էր աշխարհի հայ նկարիչների հետ միասին հատորներ Մեսրոպ Մաշտոցի, Տիգրան Մեծի, մեր անկախության եւ այսպես Անդրանիկի երևելիների հատորներ։ Եվ այդ հատորները շատ ծախսատար հատորներ էին, որովհետեւ ընդգրկում էին նկարներ եւ այդ ցուցահանդեսներ։ Ես ինքս եղել եմ եւ սրբազանի տեսել եմ։ Ես հիմա մտածում եմ, որ նման սրբազանները, ովքեր չգիտեմ ինչ պատճառներով հայտնվել են այդտեղ, պիտի անպայման վերլուծություններ անեն։ Չեմ ասում գնան թքեն կազմակ ունենք, չէ, որ եթե կոմպրոմատներ են բերել, ինչ են արել, բա կողք այդպես 4 սրբազաններ ունենք, հարյուրավոր քահանաներ ունենք, որ չգնացին, չէ, 1000 ու մի բան իրենց գլխին արեցին, համաձայն եմ, ճաշումներով էլ բա ոնց դիմացան, Բագրատ սրբազանից լավն է, հա, Միքայել իհարկե այդպես չեմ դիտում, ոչ, դրա համար դա բան չի, արդարացում չէ, որ կոմպրոմատները Բագրատ եւ Միքայել սրբազանները ասեմ այսօր իրենց վրա վեկալել են իրենց ժողովրդի ամբողջ մեղքի բաժինը։ Այսօր այս սրբազանները ամեն օր խաչվում են։ Այսօր այս սրբազանները ցույց են տալիս, որ իրենք Հիսուսի իրական հետևորդներ են եւ իրանք կարողանում են այսօր ամեն ինչ անել, որպեսզի դրսում լսելի լինի ձայնը։ Եվ ես տեսա, որ այդ եկեղեցական կառույցի ղեկավարներից մեկը հանդիպել էր Բագրատ սրբազանին եւ հնչեցրեց իր նամակը եւ իրեն եւ ուրեմն այս Միացյալ Նահանգների փոխնախագահին, որը բայց Բագրատ սրբազանը անգլերով ԵԽԽՎ-ին ինչ պետք էր ասեց, դատի ժամանակ եւ ես տեսնում եմ, որ այո, մեր սրբազանները ամեն ինչ անում են, որպեսզի հայկականությունը մնա, Հայաստանը մնա եւ հայը մնա։ Եվ ես հիշում եմ այն օրերին, երբ սրբազանը այդ արշավը կազմակերպել էր, նա ոչ թե իշխանափոխության խորհուրդ էր կրում, դա ազգին արթնացնելու խորհուրդն էր։ Նա տեսնում էր ինչ թմբիրի մեջ է հայ ժողովուրդը, նա տեսնում էր, որ մենք օտարվել ենք մեր արժեքներից եւ բարոյականությունն է ջնջխվել մեր մեջ եւ հիմա ամեն ինչ անում էր, որ հասկանան, որ իհարկե մենք պարտավոր ենք իրական ձևով փոխանցել եւ մեր մշտապես բոլորին հանգստության, այլ քայլերի չգնալու, չէ, այդ ժամանակ երբ որ 50-60 հազար մարդ հավաքվել էր, շատերն էին ասում, չէ, որ հիմա պիտի գնալ եւ ավարտել ինքը չէ, հանգստության բան կոչել էր։ Գիտես, Արգելի Անժելա, այս բարոյական արժեքների մասին խոսեցի, ուշեցի, դպրոցականների հետ հանդիպումներ հաճախ եմ ունենում եւ միշտ հարց եմ տալիս՝ մի հարուստ հայի անուն տվեք։ Երեխաները մոլորվում են, ուսուցիչները նույնպես։ Մտածում են, այս մարդը եկել է գրող մարդ, եւ հիմա եկել է ինչ ասում, ասում է ուրեմն, այսինքն միանգամից իրենց մոտ գալիս է նյութական զգացող։ Մի դպրոց ընդամենը եղել, որ մի երեխա հելավ ասաց Հովհաննես Թումանյան, հա ջան։ Ջկաղա Քրքրյանի անունն է դա։ Չէ, հելավ ասաց Հովհաննես Թումանյան, չէ, բայց նույն Քրքորյանը ասում էր գումարի չափը հարստության նշան չի։ Հարստությունը այն է, երբ այն վերածում ես հոգևոր արժեքի։ Դա ասում է ձեր ասած Քրքորյանը, մեծագույն ուրեմն գումարներ, հա, բարերարը եւ աշխարհի մեծահարուստներից մեկը, սա ինչ եմ ասում, հարստության ընկալումը մարդկանց մոտ փոխվել է, իմ սերունդի մոտ այդպես չէր։ Ես էլ հարստություն, որ ասում էին կամ հարուստ հայ, ինձ համար այն հայերն էին, ովքեր դարերով գալիս էին մեր կողքն էին եւ միայն գրական ոլորտում, մշակութային ոլորտում, չէ, թեպետ ակնհայտը իրենք են։ Չէ, ասենք հիմա այս միշտ Քոչարի օրինակը բերում եմ, որովհետեւ դա առարկայական օրինակ է, չէ, իր ասպետները ձիերին բազմած եւ դրանք աշխարհի նժույգների հետ կարող են համահավասար քայլել, վարկել։ Ինչ եմ սա վերում եւ ասում եմ, դա եւ իր սերունդն է վայելել, եւ իմ սերունդը, եւ ձեր սերունդը, եւ եկող սերունդը նույնպես։ Այսինքն այն ինչ հարստություն է, որ չի սպառվում։ Եւ սա է, այո, դա է պահողը եւ ես հող էլ որ ասում ենք, այս հողը, որ հարստությունը ինչով է հարստություն, որտեղ դրա վրա է արարչականությունը կատարվում, հայի արարչականությունը այստեղ է կատարվում, այստեղ է աշխարհին հղվում, եւ մենք պիտի կարողանանք այո այդ արժեքները վերանել, պահել։ Ես հույսով եմ, որ այս ընտրությունները ճիշտ կօգտագործեն, թեպետ շատ կուզեի որ օր առաջ անեն։ Եվ նաեւ միավորվեին, որտեղ եւ վերջին հարցը ես քանի օր այս հարցը տալիս եմ, ասում եմ, որ այս ներքին քննարկման ժամանակ երկու բան կա, որ իրենք հասկանում են շատ վտանգավոր է եւ պիտի դրա դեմ պայքարել։ Առաջինը, դե հիմա գիտեք, լոզունգները առաջ եկել է Նիկոլի
թալանը բացահայտելու ժամանակը եւ երկրորդը եկել է Նիկոլի ավերած փողոցների փոսերը հաշվելու ժամանակը, որտեղ իրենք 8 տարի շարունակ գտալով կերակրել են ասֆալտ այս ժողովրդին, բայց մեկ էլ տեսնում եք ասֆալտն անում են 3 տարի հետո չեն հասցնում այդ փոսերը լցնել այդ ավերածությունները։ Մեկը սրանից է թալանից է ինքը շատ վախենում եւ որքան էլ զարման որ շատ խոսեն այդ թալանը իրական բացահայտեն եւ մյուս հարցը, որ իրեն շատ է մտահոգում զարմանալիորեն ասում են թուրք, որ դուք թուրք եք, թրկացում դրանից են իրականում։ Ինչու ձեր կարծիքով, որտեղ այս մարդը ասում էր ես ված չեմ զգում, որ թուրք են ասում, բայց այնուամենայնիվ այս երկու բանը ասում են իրեն շատ անհանգստացնում է այս նախընտրական փուլում։ Մեկը թուրք բառից, որ դուք թուրք եք եւ բերում եք թուրքական իշխանություն եւ հայ ժողովրդին տանում եք նոր ցեղասպանության, եւ երկրորդ, որ դուք մեծագույն թալանչիներ եք բոլոր իմաստներով։ Գան վերջի մասից թուրք են ասում դա շատ բնական է, որովհետեւ թուրքական շահերը ստեղ սպասարկում եւ ինքը հետամուտ է այդ շահերի իրականացմանը։ Ես չեմ անում, որ ինձ թուրք եք ասում։ Դե չի վիրավորում, որովհետեւ ինքը իրոք թուրք է եւ թուրքի շահերն է սպասարկում, կամ եթե թուրքի յենիչերի է ավելի վատ, որովհետեւ յենիչերիները ավելի կատաղի էին հայերի դեմ կռվում, կոտորում, այդ կոտորածներին ցեղասպանության օրերի մասնակցում, բայց կներկու դեպքում էլ ինքը տենց չի որ թշնամի չի կամ ասենք դավաճան չի, երկու դեպքում էլ նույնն է եւ հետո իր բերանով ինքը իր դավաճանությանը առնչվող ամեն ինչ խոստովանել է եւ հիմա չգիտեմ դեղերի ազդեցության տակ թե հակառակը դեղերը չօգտագործած պահով է դրանք ասել է հիմա այդ ցուցմունքների կարիք էլ չկա այս մարդը ընդամենը ձայնագրությունները կան կարող եք դնել լսել ես գոնե տևականորեն սպասում էի որ սա հայտարարություն կանի այդ ինչ դավաճանություն է որտեղ իր բերանով լսում էի որ պատերազմում դավաճանություն է եղել հետո չլսեցի դավաճանությունների մասին հասկացա որ այնց դավաճանը ինքն է որովհետեւ եթե 5 տարուց ավել է արդեն չկան անուններ ուրեմն կա դավաճան համար 1 ով որ ասում էր գերագույն գլխավոր հրամանատարն եմ եւ մենք էլ այո իր դեմքով ունենք հենց դավաճանին ինչ վերաբերում է կներեք առաջի հատվածը այս պայն մոռացա այդ թուրքը թալանը հարգելի Անժելա ասեմ ես հասկանում եմ որ դա մեր տնտեսությանը հարված է Երևան Բոզոյանը թիվ ներկացեց ուրեմն պատկերացրեք որ ինչքան քրեական գործեր կան Հայաստանում նախկին իշխանությունների հետ կապված եւ եթե մի շարք բան կալանքներ է դրված միջոցների վրա, բանկային հաշիվների վրա, տների վրա եւ իրենց գործերը ուրեմն եթե այդ ամբողջը իմիջիալոց հələ դեռ ոչ մի բան ապացուցված չի ընդհանրապես այդ process-ները գնում են այդ ամբողջ գումարը որ միացնեն 1 միլիարդ չի կազմում որ իբրև թե հետ վերադարձնեն ուրեմն միայն իր օլիգարխի մի տարվա շրջանառությունը 1.5 տանում է միլիարդ Դուք իրաց թալանը պատկերացնում եք Իհարկե Ոնց է խափում Բա եթե թալան չլինի այս միլիարդների պարտքը Իրաց մի հատ այդ թալանը նայեք ասենք իրանց այդ բուկմեկերներ, Վիվարոյի տերեր, Նորաթուխ ինչ որ Նարեկ Նալբանդյան, Նարեկ, հա? Նա այն է որ դատի է ինձ տվել որ ասում է Անայի սրտի օլիգարխն է։ Բա որ Անայի սրտի կամ Նիկոլի սրտի օլիգարխը չլնես, այդ ոնց եղավ մի հատ հասարակ սովորական քնիչից այսօր դարձել ես միլիոնատեր, միլիարդեր, այսօր ես դղյակն աշխատում այսօր չգիտեմ ինչն է գնում ինչա։ Կարող է սխալ ընտրել դրա համար է, կարող է սրտի օլիգարխը չի, կարող է ուրիշ չգիտեմ ինչի օլիգարխն է Նիկոլի, բայց այսօր քանի որ Նիկոլն ասում է առանց իրա ոչ մի բան չի կա, դե մարդ եմ ասի որ ասում է իմ ասածը չանի կամ չլսի։ Հիմա դուք այդպես մի գործարար պատկերացնում եք կամ մի հատ նորաթուխ միլիարդեր պատկերացնեք որ Նիկոլի գլխի վրա այս թռնի հնարավոր բան է դա Դե այս բանը տանում ենք որ չէ եւ այդ ընդհանուր թալանը այո կայանում բայց ես պիտի ձեզ ասեմ ինչքան էլ որ մեր տնտեսությանը հարված է ինչքան էլ որ ես տեսնում եմ բարեկեցությունը չի կայանում սրանց թալանի պատճառով նաեւ բայց ինձ համար առաջնայինը դա չի ես տեսնում եմ շատ ավելի մեծ հանցանք որը գործել է այս դավաճանախումբը այս քպեական պարագլուխները սրանք մեր զավակների արյունն են խմել եւ սրանք պարտավոր են դրա հատուցումը տալ եւ մենք դա ստանալու ենք եւ ես Էլի եմ ասում մարդու երևակայությունը չի կարող սահմանալ այն պատիժը 1, 2, 3, 4 էլ հաշվեք այդ հազարներին հասեք մարդը մի մարդ է սպանում սաղ խառնվում են իրար հայությունով վայ տեսակ փողոցում սպանեց արա տարել է հազարների արյունը խմել էս վամպիրը հազարների եւ այո
ես որ ասում էի մեզ էլ հետն է սպանել, չէ, մեզ չի սպանել, մենք ավելի վատ դրության մեջ ենք հայտնվել եւ մեզանից եւ մեր տոները խլեց եւ մեր ուրախությունները խլեց եւ արա այդ քո չընտրլո նվագախմբով չես կարա քո այդ հնչյունների տակ մեր ողբը մեր ցավը խլացնես մենք մեր հոգու պայծառությունը բերելու ենք հաղթանակներով բերելու ենք մեր հողերի վրա տարածքների վրա կանգնման բերելու ենք հայկական արժեհամակարգը վերհանելով բերելու ենք ԿՊ պարագլուխներին դավաճանախմբին հայոց արդարադատության դեմ կանգնեցնելով ես ամեն ինչ անելու եմ իմ են հայրենակիցների հետ, ովքեր շարունակում են հայ մնալ, ովքեր հասկանում են, որ իրենք ժառանգն են այն մարդկանց, ովքեր հայրենիք են նվիրել, կտակել եւ հիմա մենք այդ հայրենիքը օտարում ենք, որովհետեւ հեշտ ու հանգիստ տեսնում ենք, որ սրանք գալիս են ազգային արժեքները ինչա, տեսեք արդեն ցինիկաբար ասում են, հələ դե բանկերը չենք վաճառի, դե լա դրա բախտը չի, այ հուսանք հələ չի գա հենց այր վիճակը, որ բանկերն էլ վաճառենք, ասվում է չի արդեն, եւ ովքեր են սրանք ասողները հայրենիքի, Հայաստանի, հայ ժողովրդի դավաճանները եւ սրանք հեշտությամբ են հնչեցնում, որտեղ անսուբ գոյանքներ են, որովե սրբություն չունեն։ Ես գիտեք, գուցե հնարավոր էր, որ այսքան պայքարելից հետո հասկանայի, որ արա դե ժողովուրդ դա չի ուզում է վերջանա դա թե թողենք հանգիստ հոգնած ազգը էլի հազարավոր տարիներ ապրել, բայց ես չեմ կարող գիտեք ինչի, որտեվ իմ ջահել տղեն, ուժեղ, հզոր տղեն, եթե գնաց, պայքարեց եւ կանգնեց եւ մտածածին կերպով տևականորեն իր հայրենիքի համար, իր ազգի համար այդ պայքարը մղել է, ես լռելու իրավունք չունեմ, ես իմ որդու առաջ սրիկա չեմ դառնա, առաջի հերթին։ Եվ սա է, որ ես բոլոր այն շուշան որդիներին, որոնց թվում է պլստալու են, այս իր ասած մուկ ու ձուկը չի, որ կապիկություններ էին անում, ասֆալտի վրա են փռում, ես ասել եմ, ասֆալտի վրա չենք փռելու, ձեզ փռելու ենք ասֆալտի տակ։ Եվ գալու է օրը, եւ դուք պատասխան եք տալու ձեր բոլոր արածների